Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, առջևում խորհրդարանական ընտրություններն են, այսօր խոսելու ենք մի քանի կարևոր եւ արդիական թեմաների շուրջ, քաղաքացիական հասարակության դերի եւ նշանակության մասին, ապա տեղեկատվության մասին, երիտասարդների ձայնը ընտրությունների ժամանակ ինչքանով է լսելի եւ ընդունելի, այս թեմաների շուրջ այսօր կզրուցենք տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Սաթիկ Բադայանի եւ Սևանի ակտիվ երիտասարդության ներկայացուցիչ Նարեկ Դորվանյանի հետ։ Եվ այսպես, երևի թե սկսենք ամենակարևոր հարցից, երիտասարդության դերը ինչքանով է կարևորվում այս ընտրությունների ժամանակ, ինչքանով է խոսվում հենց երիտասարդներին հուզող խնդիրների մասին, Նարեկ, սկսենք ձեզանից։ Նախ եւ առաջ կարևոր է նշել ներգրավվածությունը երիտասարդների, ինչքանով է ներգրավված է երիտասարդական համայնքը յուրաքանչյուր, չգիտեմ, քաղաքի, ու տեսնում ենք, որ չկա այն անտարբերությունը նախ եւ առաջ ընտրական process-ների ոնց որ վերաբերյալ, ոնց որ օրինակ ընդունված է համարել, իսկ ինչ կապված է ոնց որ երիտասարդության հուզող հարցերին, նախընտրական փուլում, թե ընդհանուր էլի ընտրական process-ներում հիմնականում լսում ենք օրինակ կրթության վերաբերյալ ինչ որ ծրագրերի մասին, որ օրինակ պիտի ուսանողները դուրս չմնան, չգիտեմ, օրինակ կրթական համակարգից ինչ-ինչ պատճառներով, նույն վարձը չմուծելու պատճառով եւ այլն։ Այսինքն յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր քաղաքական ուժ ներգրավված է քաղաքական process-ներում ներկայացնելով ուսանողության ավելի շատ հուզող հարցեր, քան երիտասարդությանը։ Այսինքն երիտասարդությանը նկատի ունեք տեղի երիտասարդությանը յուրովի, թե ինչ որ ընդհանուր առմամբ երիտասարդությունը, բայց թիրախավորելով հենց ուսանողությանը, այսինքն հիմնականում համալսարանական կրթությանը թիրախավորելով, այսինքն որ ավելի ոնց որ մատչելի կրթության հնարավորություն ընձեռվի երիտասարդներին, ուսանողներին, որպեսզի ոչ մեկ դուրս չմնա այդ կրթական process-ներից։ Այսինքն, Սաթիկ, այստեղ կարելի է ասել, որ երիտասարդությանը այս պարագայում, ասենք, հիմնականում հուզում է հենց կրթությունը, որ մեր նախընտրական քարոզության ժամանակ կուսակցությունները, դաշինքները խոսում են կրթության մասին հիմնականում, ոնց որ Նարեկը ասաց։ Ես իրական վստահ չեմ, որ երիտասարդությանը միայն կրթությունն է հուզում, բացի այդ, եկեք մի հատ սահմանները, տարիքային գոնե շեմա սահմանենք, ինչ ենք հասկանում երիտասարդություն ասելով, Հայաստանի Հանրապետությունում անցած տարվա 25 թվականի մարտին ընդունվեց երիտասարդական քաղաքականության մասին օրենք, որով ֆիքսվեց, որ մեր երկրում երիտասարդ են համարվում 13-ից 35 տարեկան անձիկ։ Իհարկե դրա մեջ բավականին տարիք դպրոց ավարտելուց հետո եւ այլն զբաղեցնում են տարիքը, երբ որ երիտասարդները արդեն դպրոցից հետո փորձում են շարունակել իրենց ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ այո, հնարավոր է մինչև 35 տարեկան եւ անգամ դրանից հետո մարդիկ ուսանող լինեն եւ բնականաբար այդ թեմաները շատ են հետաքրքրում, բայց իհարկե երիտասարդության հետաքրքրություններն ու կարիքները միայն դրանով չի, որ սահմանափակվում են, Օրինակ, կոնկրետ մեր համար, որպես հասարակական կազմակերպություն, որ նաև ակտիվ գործում է երիտասարդական աշխատանքի ոլորտում, շատ կարևոր են երիտասարդների քաղաքացիական մասնակցության, քաղաքացիական ակտիվության խնդիրները, որոշումների կայացման գործում, process-ում նրանց մասնակցությունը, հետաքրքրությունների, նաև ինչու՞ չէ ազատ ժամանցի կազմակերպման հնարավորությունները համայնքում, երիտասարդների ընտանիք կազմելու խնդիրները, մենք բոլորս տեսնում ենք դա եւ ակնհայտ է, որ հիմա շատ է բարձրացել ամուսնության տարիքը, շեմը, եւ երիտասարդները չեն ձգտում ամուսնության, ինչու՞։ Արդյոք որևէ քաղաքական կուսակցություն իրականացրել է օրինակ հետազոտություն այդ խնդրի հետ կապված եւ ինչպես է վերաբերվում դրան, ինչ բացեր են արտահայտվել այս խնդրի հետ կապված եւ իրենք ինչ լուծումներ են առաջադրում։ Իրականում ես կարծում եմ, որ բոլոր կուսակցություններն էլ, բոլոր դաշինքներն էլ, որոնք որ մասնակցում են նախընտրական
այդ փուլերին իրենք շատ գեղեցիկ ձևակերպումներ ունեն երիտասարդության հետ կապված իրենց ծրագրերում, այսինքն անդրադառնում են այդ խնդիրներին, օրինակ ոչ միայն կրթության հետ կապված, այլ նաև երիտասարդ ընտանիքներին բնակարանային ապահովման ծրագրեր կան, ինչպես նաև այդ նույն երիտասարդներին, որոնք որ ավարտում են աշխատանքով ապահովելու մասին են խոսում, որը որ դարձյալ շատ կարևոր խնդիր է այսօր երիտասարդի համար, որը ավարտում է ու չգիտի որտեղ աշխատի, դա ճիշտ է, այդ խնդիրը միշտ եղել է ու այսօր էլ կա, բայց միշտ խոսել են, բայց իրական քայլերը այդպես էլ չեն կատարվել ու երիտասարդները դարձյալ ավարտում են ու չեն աշխատում։ Դե մենք այս 26 թվականի արժանատուրություններին ունենք առաջադրված, ինչպես գիտեք, 19 կուսակցություն, 19 ուժեր, եւ այս առումով կարելի ասել Հայաստանը աշխարհի ամենադեմոկրատական երկրներից է, որտեղ օրինակ դեմոկրատիայի հիմք հանդիսացող Միացյալ Նահանգներում գիտենք տարիներ շարունակ ընդամենը 2 կուսակցություն են մասնակցում ընտրություններին, իսկ այս դեպքում 19 կուսակցություն, սա նշանակում է, որ բազմաթիվ առաջարկներ կան երիտասարդներին ուղղված, որտեղից նրանք կարող են ընտրություն կատարել եւ որոշել, թե որ կուսակցության օգտին են ուզում իրենց ձայնը տալ։ Բնական է, որ ցանկացած ընտրությունից առաջ լինում են բազմաթիվ խոստումներ եւ կարեւոր է, որ երիտասարդները այնքան իրազեկված լինեն, որ կարողանան ապատեղեկատվությունը կամ սուտ խոստումները տարբերել իրական խոստումներից, դրանց տակ հիմքեր գտնելով։ Իրականում մենք գիտենք, որ միշտ էլ ընտրությունները ուղեկցվում են ընտրախախտումներով, հատկապես եթե կան ուժեր, ովքեր ունեն ընտրախախտումներ անելու հնարավորություն, իրենք ամեն կերպ դրանք կիրառում են, բայց բավականին բան է փոխվել, ձևերն ու մեխանիզմները փոխվել են շատ վերջին ժամանակահատվածում, մեր կազմակերպությունը իրականում ստեղծված լինելով որպես բնապահպանական եւ համայնքային զարգացման կառույց, դեռևս 2003 թվականից միշտ ներգրաված է եղել ընտրական process-ներում որպես հասարակության իրազեկման եւ ընտրախավի իրազեկման տարբեր նախաձեռնություններով հանդես ենք եկել, ինչու, որովհետեւ դրանով շատ բան ընտրություններից է կախված երկրի ապագան հաջորդ տարիների, դրանից է կախված, թե ինչ քաղաքականություն կվարվի երկրում եւ ինչ ակնկալիքներ ունենա հասարակությունը եւ այդ ամբողջ ընթացքում ավելի քան 20-23 տարի այդ process-ում լինելով մենք ականատես ենք եղել ընտրախախտումների տարբեր դրսևորումների զարգացում ենք տեսել հատկապես այս նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում նախկին բազմաթիվ ընտրախախտումներ այժմ վերացած են այլևս հնարավոր չի այդպիսի բան կրկնվի օրինակ ասում էին հայտնի կարուսելի մոդելը կար, հա, քվեաթերթիկ դուրս տանեն, իրենք նշեն տան ընտրողին ընտրակաշարքը ստացած, հա, որ բերի այդ քվեաթերթիկը գցի հաջորդ մաքուրը տանի դուրս, որ իրենք վերահսկողություն ունենան արդյոք իրենց տված ընտրակաշարքը աշխատեց թե չէ կամ քվեաթերթիկը լուսանկարել կամ կրկնակի քվեարկության փորձեր անել, պիտի ասեմ, որ նոր ընտրակարգով ու նոր օրենքով ու նաև նոր տեխնոլոգիաներով այդ բոլորը գրեթե բացառվում է, հա, որովհետև նախ ամբողջ սրահը տեսանկարահանվում է, երկրորդ այդ ծիշկա դնելու այդ կարուսել խաղալու պահը ընդհանրապես անիմաստ է, որովհետև գրիչով որևէ նշում չի արվում, ընդամենը մարդը պիտի ստանա 19 քվեաթերթիկ, ես սա նաև ասում եմ, որ հասարակությանը այո, իրազեկենք, որտեղ շատերը անտեղյակ են, իսկ այդ անտեղյակությունը բերում է անվստահության, նախորդ փորձից ելնելով մարդիկ հիմա այդ նույն անվստահությունը տարածում են այս ընտրությունների վրա, այսինքն ստանալու են 19 քվեաթերթիկ, դրանից ընտրելու են մեկը ում օգտին, որ ուզում են քվեարկած լինեն, առանց որևէ նշում անելու, դա դնելու են ծրարի մեջ եւ դա գցեն քվեարկղ, քվեատուփի մեջ է։ Մնացած քվեաթերթիկները, որոնք չեն օգտագործվել, անպատասխան վայր կա քվեատուփի մեջ,
թողնում ենք այդտեղ ոչ միտեղ չենք տանում։ Այսինքն եթե մարդուն անգամ ասեն քո քվեաթերթիկները դուրս բեր որ տեսնենք որը չկա, այնտեղ հենց ինչքան պետքա քվեաթերթիկներ կա, այսինքն անիմաստ են դառնում այդ կարգի ընտրախախտումները։ Նաև կրկնակի ընտրախախտումների ռիսկն էլ ամբողջությամբ նվազեցված, որտեղ այդ սարքը, որը մատնահետքը ստուգում է մարդկանց եւ նաև անձնագրի կամ նույնականացման քարտը մուտքագրվում է այնտեղ, ինքը անմիջապես ցույց է տալիս 3 լույս է այնտեղ վառվում, կարմիր, կանաչ կամ տեղին, եթե կանաչը նշանակում է, որ նորմալ է այս մարդը այս տեղամասում պիտի ընտրի եւ ինքը դեռևս չի ընտրել, որևէ խնդիր չկա, ինքը կարող է շարունակել քվեարկությունը, եթե տեղին լույս է վառվում, ապա նշանակում է, որ այդ մարդը այս ընտրատեղամասում չի ընտրելու եւ իրեն նաեւ, այո, եւ իրեն տալիս է կոնկրետ տեղեկատվություն, թե ինքը որ ընտրատեղամասում է, որ ընտրատեղամասի ցուցակներում է գրանցված, որ այն տեղամաս գնա ընտրվի, իսկ եթե կարմիր լույս է վառում, դա նշանակում է, որ այստեղ կրկնակի քվեարկության փորձ է, իսկ մեր քրեական օրենսգրքով դրա համար պատժամիջոց, այո, եւ ձայնը միանում է եւ այդ պահին դրսում քվեարկության սենյակից դուրս կանգնած ոստիկանը պարտավոր է մտնել եւ տեղում ձերբակալել այդ մարդուն։ Ընտրակաշառքի դեպքերի համար հստակ ֆիքսված են նաեւ քրեական պատասխանատվություններ 3-ից 7 տարի ազատազրկման փա եւ կաշառք վերցնողը եւ կաշառք տվողը եւ կաշառքի միջնորդություն իրականացնողը, այսինքն այս բոլոր առումներով ապահովագրված են, բայց մենք այսօր մեկ շատ ուրիշ ու լուրջ կարելի ասել ընտրախախտման ռիսկի ենք բախվում, դա ապատեղեկատվությունն է, այդ ամբողջ լրատվական հոսքը, որ տիրում է այսօր եւ մարդկանց շատ դժվար է այդ ամեն ինչի մեջ կողմնորոշվել, հետեւաբար շատ կարեւոր է երիտասարդներին իրազեկել, որ իրենք կարողանան փաստերը ստուգել օրինակ պայքարել է ստից տարբերելու հետ կապված պոպուլիզմը, հա, որը տան շատ մեծ թափ է առնում հատկապես նախընտրական շրջանում, իրենք տարբեր են, հա, իրական խոստումներից կամ իրական հնարավորություններից։ Իրականում թե երիտասարդներ եւ ընդհանրապես մեր բնակիչները օրեկան ենթարկվում են այդ տեղեկատվական հոսքերին, այնքան շատ են այդ տեղեկատվական հոսքերը ու եթե մարդն էլ մի քիչ էլ տեղյակ չէ ինչպես ստուգել, հա, այդ ինֆորմացիան ճիշտ է, ճիշտ չէ, ինքը ենթարկվում է տեղեկատվական հոսքերի մեջ, ինչ որ իր մոտ ձևավորվում է մի այսպիսի sense խառնիճաղանջ վիճակ եւ չի կարողանում տարբերել իրականը ստից։ Եվ հիմնականում այդ հոսքերը այնպես են կառուցված, մենք տեսնում ենք հիմա հատկապես ատելության խոսքով լցված է, էլի համացանցը, այնպես են կառուցված, որ ազդում են անմիջապես մարդկանց զգացողությունների վրա, զգացմունքների վրա, չէ՞, իսկ զգացմունքի դեպքում արդեն ոնց որ մարդու ուղեղը բլոկ է լինում եւ ինքը այլևս անկարող է դառնում դրամաբանական ինչ որ բաներ, վերլուծություններ իրականացնել։ Այո, մտածել։ Նարեկ, դու ասենք այդ ստուգման հարթակների հետ կապված ինչ որ տեղեկատվություն որպես երիտասարդ ունես, կարող ես ասենք մի քանի բանով կիսվել մեր հետ։ Այո, բնականաբար, նախ եւ առաջ ստուգման գործում մեզ շատ կարեւոր գործիք հանդիսանում է մեր կրիտիկ մտածելակերպը, որ այսինքն յուրաքանչյուր մեզ տրվող ինֆորմացիա, անգամ երբ որ այն համապատասխանում է մեր պատկերացումներին, որովհետեւ այսօր մենք ունենք մի հասկացություն էխո կամերաներ, հա, ինֆորմացիոն փուչիկ կոչված հասկացությունը, երբ որ ալգորիթմները մեր հեռախոսների տեսնելով մեր նախընտրությունները, այսինքն ինչ ենք մենք ավելի շատ դիտում, ինչ ենք լայքում, մեզ բերում են նման ինֆորմացիա, որը համապատասխանում է մեր հետաքրքրություններին, ու այսինքն մենք դրանից դուրս, մեր մտածելակերպից դուրս ինչ որ տեղեկատվություն չենք ստանում։ Այդպիսով ընդունում ենք որպես ճիշտ յուրաքանչյուր մեծ եկած ինֆորմացիա, որովհետև ինչ որ չափով համապատասխանում է։ Շատ կարևոր է deepfake-երը ոնց որ տարբերելու գործընթացը, իրական դրա համար շատ գործիքներ կան, ինտերնետում տարածված են, կարող եք մտնել, այսինքն նկար, վիդեո, հա, ներբեռնել ու ինքը արդեն ստուգում է, ինչքան իհարկե 100% ճշգրտությամբ չէ, բայց մեծամասամբ կարողանում է ստուգել։ Ամենապարզ գործիքը deepfake-ը ստուգելու, օրինակ նույն Google Images ծրագիր կա, երբ որ ինչ-որ նկար ներբեռնում ես ուղղակի Google ու գտնում ես իր ալտերնատիվները, եթե ինտերնետով ինչ-որ այլ ալտերնատիվ կա,
կարող ես ոնց որ ստուգել ու ինչպես նաև մետադատաների միջոցով կարելի է ստուգել, այսինքն ամենա ոնց որ բարձը դա թե երբ է ներբեռնվել ոնց որ այդ տեսանկարը օրինակ որովհետև բերեմ 2020 թվականին ադրբեջանական ոնց որ շատ ԶԼՄ-ներ սկսեցին տարածել նկարներ անչափահաս ոնց որ աղջիկների զինվորական համազգեստով, հա, որտեղ նաև հայկական զինվորների շրջապատմամբ զենքը ձեռքը, ասելով, որ հայերը, հա, արդեն ճարարացիալ վիճակում են եւ աղջիկներն են անչափահաս ուղարկում, բայց երբ որ խորանում ես ու նայում ես երբ այդ նկարը ոնց որ համացանցում առաջին անգամ ներբեռնվել, դա եղել է 2017-18 թվականին, երբ ուղղակի այն ինչ-որ զինվորներ Հյուր են, այդ գյուղում պարզապես ցույց են տվել, հետաքրքրել է բնականաբար բոլորին։ Դրա համար ամենապարզը նույնը ես այստեղ ուզեի ավելացնել, հետևել պաշտոնական լրատվությանը եւ հետևել, տեսնել, ստուգել, թե ով է տարածում նման տեղեկատվությունը, ծանոթ է, ծանոթ չէ, պաշտոնական տեղեկատվություն է, ոչ պաշտոնական տեղեկատվություն է, նման դեպքերում դա շատ կարևոր է եւ օգնում է։ Ստեղ նաև կարևոր է մի հասկացություն ոնց որ քննարկենք դոպելգենգեր կոչվող հասկացությունը նշանակում է նմանակ որովհետև այս օրինակ ունենք մեդիա դաշտում տարբեր ԶԼՄ-ներ որ ուրիշ ԶԼՄ-ի անվան տակ նմանեցված անվան տակ այո օրինակ ունենք պաշտոնական Armen Press ԶԼՄ-ն ու տեսնում եք ինչ-որ նորություն Arm Press, հա, նման ԶԼՄ-ի կողմից, որը պաշտոնական չէ, բայց նմանեցված է մաքսիմալ կերպով ու տեսնելով շատերը երբ որ չեն տարբերում, հա, պաշտոնական ԶԼՄ-ն դոպելգենգերից, այսպիսի կոչված, հավատում են, որպես այս պաշտոնական աղբյուրի հետ խնդիրներ ունենք։ Լավ, նու հետաքրքիր քննարկում է ծավալվում, այստեղ լավ անցնենք օրինական դաշտին, ինչքանով են օրինակ նման խնդիրները այսօր մեր նախընտրական փուլերում, ծրագրերում, իրենց ծրագրերում ներառված, ինչքանով են մեր տեխնացուները անդրադառնում այդ խնդիրներին, համացանցում տիրող իրավիճակին, ինչպես նաև այն նույն խնդիրներին, որ երիտասարդներին են ուզում։ Իրական դրա համար պետք է ուսումնասիրել այդ 19 կուսակցությունների երևի նախընտրական ծրագրերը կամ անդադ լսել իրենց որպեսզի հասկանալ թե ով ինչքանով է դրան անդրադառնում։ Մենք իրականում այդպիսի խնդիր մեր առաջ չունենք դրած, մենք ավելի շատ մտածում ենք ինչպես անել, որ մարդիկ իրականում բոլորի նախընտրական ծրագրերին օրինակ ծանոթանան, հա, որպեսզի այտենց ասենք զգացմունքային կամ ամբողջ որքան էլ մենք ասում ենք, որ հավասար հնարավորություններ է տրվում կուսակցություններին, դա այդքան էլ այդպես չէ, որտեղ կուսակցություններ կան, միևնույն է շատ հնարավորություններ ունեն, կուսակցություններ ունեն, որ վարչական ռեսուրս օգտագործելու հնարավորություններ ունեն, կուսակցություններ ունեն, որ հսկայական քանակությամբ միջոցներ են ներդնում օրինակ Facebook-յան գովազդների վրա, սա ստացվում է, որ նոր ոնց որ քաղաքականություն մտնելու փորձ արող բազմաթիվ ուժեր անհավասար մրցակցային, այսպես ասած, եթե շուկայական տերմին օգտագործենք, անհավասար մրցակցային պայմաններում են մյուսների հետ, հետևաբար ինչ է կարևոր, որ օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում բոլորի մասին տեղեկատվությունը հրապարակված է, ինչ տեսքով հրապարակված է նախ ցուցակները կուսակցության մարդիկ շատերին ճանաչում են, այո, ճանաչում են առաջի դեմքերին, կուսակցությունների նրանց նախընտրական ծրագրերն են հրապարակված, պիտի հրապարակված լինեն նրանց հայտարարագրերը եւ այլն։ Մեր խնդիրն է որպես հասարակական կազմակերպություն այսօր այնպես անել, որ մարդկանց սրա մասին իրազեկենք ու իրենք իրականում ծանոթանան դրան, որովհետեւ որպեսզի հասկանան, թե իրենք ի սրտե որ կուսակցությունը, որ քաղաքական ուժն է համապատասխանում իրենց նախասիրություններին, իրենց կարիքներին եւ այլն ու կողմնորոշվեն, թե որ կուսակցության օգտին քվեարկեն, այդ նպատակով մենք հիմա մեր գրասենյակում Սևանի համայնքապետարանի շենքի 4-րդ հարկում այս օրերին ունենք արագ արձագանքման եւ տեղեկատվության տրամադրման սենյակ, որտեղ մեր իրավաբանը
ամբողջական տեղեկատվություն է տալիս քաղաքացիներին, մենք այնտեղ պաստառ ունենք պատրաստած բոլոր կուսակցությունների մասին տեղեկատվության, եթե մարդիկ հետաքրքրվում են կամ չունեն հնարավորություն ինտերնետից ճշտելու, կարող են այնտեղ գնալ եւ բոլոր 19 կուսակցությունների մասին իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ստանան, բացի այդ այնտեղ եթե ինչ որ մեկի ինտրական իրավունքները ոտնահարվել են կամ ինչ որ մեկը տեղյակ չի իր իրավունքներին, ինչ որ կետի ուզում է բացահայտել կամ ինչ որ բողոք գրելու անհրաժեշտություն ունի, չգիտի ոնց անել, մեր կազմակերպությունում այս պահին անվճար խորհրդատվություն է տրամադրվում, նախ այսպես իրազեկենք այդ մասին, որ իրենք կարող են դրանից օգտվել։ Իհարկե տեղեկատվությունը շատ կարևոր բան է հանգամանք է այս պարագայում, բայց մարդկանց անտարբերության մասին կարելի է խոսել այստեղ։ Մարդիկ ինչքանով են հետաքրքրված, ինչքանով են ուզում իմանալ դրա մասին։ Նախ եւ առաջ ներգրավվածությունը երիտասարդների պիտի ոնց որ խթանվի, այսինքն շատ երիտասարդների մոտ դիտվում է պակաս։ Կուսակցությունների այդ ուժերի մեջ երիտասարդներ կան։ Ընդհանրապես կարևոր է քննարկել երիտասարդների ներգրավվածությունը ընդհանրապես, գիտենք, որ օրինակ շատ կուսակցություններ ունեն իրենց երիտասարդական թևերը, այսինքն եւ օգտագործում են ոնց որ երիտասարդների ներուժը իրենց ներքաղաքական ոնց որ դաշտում, այնպես էլ երիտասարդների ներգրավվածությունն են բարձրացնում հենց ընտրական process-ում, ինչպես նաեւ քաղաքական կյանքում ընդհանուր։ Հաջորդը ինչ որ Սոցիալական ոլորտում պետությունը իրականում պետք է խթանի ոնց որ հենց իշխող ոնց որ sense ասած ուժը տվյալ պահին պետք է խթանի ոնց որ երիտասարդների մասնակցությունը, ու իրականում դիտվում են նման ոնց որ պերսպեկտիվներ, որովհետև այս պահին ոնց որ խթանված է երկխոսությունը։ Տեսնում ենք շատ օրինակ իշխող ուժեր, ընդդիմադիր ուժեր, ընդդիմադիր դաշտից նաև ներկայացուցիչներ հանդիպում են երիտասարդների հետ, որտեղ երիտասարդները կարող են իրենց հուզող հարցերը ուղղել նրանց, իրենց թե ապագայի մասին, այսինքն ապագա ընդրվելու դեպքում, այսինքն ինչպիսի հարցեր են բարձրացվելու, եւ ստանան սպառիչ կամ ոչ սպառիչ պատասխաններ, ամեն դեպքում մասնակցությունը կա, եւ այդ հնարավորությունը ընձեռված է երիտասարդներին։ Ինձ թվում է մասնակցության թույլ մակարդակը դա բնավել սոցիալական վիճակով չի պայմանավորված, որտեվ եթե լիներ վստահություն, այդ վատ սոցիալական վիճակը պիտի ստիպեր, որ ավելի մեծ լիներ մասնակցության թիվը։ Մասնակցությունը ցածր մակարդակի վրա է, որովհետև վստահություն չկա, վստահության պակաս կա, ու նաև անիրազեկության պակաս կա։ Անտարբերությունը գալիս է անիրազեկությունից եւ հաճախ շատ ավելի շատ անվստահությունից։ Եթե մենք նայենք օրինակ, հա, կարող են եւ ամենավատն այն է, որ մեր սահմանադրությամբ որևէ շեմ դրած չկա, թե ընտրությունը երբ համարվի կայացած, այսինքն ընտրողների քանի տոկոսը պիտի մասնակցի ընտրություններին, որ ընտրությունները համարվեն կայացած։ Եվ դրա արդյունքում մենք օրինակ ունեցանք Երևանի ընտրություններում այդ շատ ծանր վիճակը, որ ընդամենը մոտ 28% մասնակցությամբ համարվեցին ընտրությունները կայացած եւ Երևան համայնքում ընտրվեց ավագանի։ Հիմա որքանով է այդ ավագանին բավարարում հասարակության սպասելիքները կամ համայնքի ղեկավարը արդեն էական չի դառնում, որովհետև մարդիկ չեն գնացել եւ իրենց կամքը չեն արտահայտել։ Այս առումով շատ կարևոր է, որ մասնակցություն լինի եւ մենք կոչ ենք անում հիմա նաեւ տարբեր ծրագրեր ենք անում եւ ոչ միայն մեր կազմակերպությունը, այս պահին ամբողջ ՔԿ դաշտը շատ ներգրաված է առաջին անգամ ընտրողներին իրազեկելու եւ ընդհանրապես ընտրական իրավունքի մասին դասընթացներ են ամբողջ Հայաստանով մեկ նաև մենք ունենք հիմա Արցախից բռնի տեղահանված մեր քաղաքացիներին Հայաստանում, որոնք առաջին անգամ են Հայաստանում մասնակցում ընտրությունների եւ իրենք էլ շատ բաներից տեղյակ չեն։ Իրենք արդեն դարձել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ պիտի առաջին անգամ մասնակցեն մեր երկրում ընտրությունների եւ շատ կարեւոր են այս իրազեկման արշավները ու շատ կարեւոր է որպեսզի մարդիկ իրականում գնան ընտրության եւ ընտրեն այն տեխնացուին, ով որ ավելի համապատասխանում է իրենց սպասումներին, որ իրենք ավելի շատ վստահում են, նախընտրում են, այո։ Նաեւ հիմա տես տարբեր հարթակներ կան,
տարածված, որտեղ մարդիկ մտնում են ինչ որ Չէ, սոց հարցումների մասին չի։ Մարդը մտնում է, այդքան 19 կուսակցության ոնց որ նախընտրական ծրագրերը կարդալու ժամանակ չունի, բայց մտնում է ինչ որ հարցերի է պատասխանում, օրինակ, չգիտեմ, ինքը ինչն է կարևորում եւ քաղաքականության մեջ եւ սոցիալական կայքում ինչ խնդիրներ ունի, ինչ կարիքներ ունի, որոնք են իր համար առաջնահերթ եւ այդ հետաքրքիր վերլուծությամբ իրեն բերվում է այն կուսակցությունների ցանկը, ովքեր իրենց նախընտրական ծրագրում դրա համար առաջարկներ ունեն, էլի եւ իրենք կարող են արդեն դրա միջից ընտրել կամ հասկանալ արդյոք իրենք ուզում են այդ ուժին ձայն տալ, վստահում են թե չէ, ով է առաջի դեմքը եւ այլն։ Եվ մասնակցեն, այսինքն այս պահին մենք շատ լուրջ խնդիր ունենք մասնակցությունը ապահովելու, որտեղ մասնակցությունը ամենակարևոր բանն է իրական լեգիտիմ իշխանություն ձևավորելու, հա։ Նայեք, իրավական առումով հիմա մենք չենք կարող ասել, որ Երևան քաղաքի ընտրությունները լեգիտիմ չէին, որտեղ օրենքով մենք չունենք սահմանափակում, թե քանի տոկոսը մասնակցի։ Բայց երբ որ ասենք քիչ մասնակցություն է, սա արդեն խոսում է այն մասին, որ ոչ բոլորի կարծիքն է արտահայտված այդտեղ եւ բնականաբար հետո պահանջել դնելու իրավունք չունեն, էլի։ Հիմա մենք դասընթացի ժամանակ անցած օրը մի այդպիսի օրինակ բերեցինք, ասենք նստածներին հարցրել են քանի հոգի ով ինչ է սիրում ուտել, տարբեր բաներ են ասել եւ պարզվել է, ասենք իրենցից մի 3 հոգին սիրում են ինչ որ բան, կոնկրետ սոխովապուր, որը մյուսները չեն սիրում, բայց պատկերացրեք ընտրություններին գնում են հենց այդ 3-ը, մյուսները չեն մասնակցում ու ստացվում է, որ բոլոր այդ խումբը եւ ոչ միայն մեկ անգամ, այլ 5 տարի շարունակ ուտելու է սոխովապուր եւ չի կարողանալու ուրիշ բան պահանջել։ Դե իհարկե քաղաքացիական հասարակության դերը ընտրություններում ցանկացած ընտրություններում մեծ է, որովհետև ստեղ կա իրազեկման խնդիր, մարդկանց ուղղորդելու, թե ինչպես ընտրությանը պետք է մասնակցել եւ ինչ տեղեկատվությունն է, որ պետք է հասանելի լինի հասարակությանը, որպեսզի տեղից մարդիկ կողմնորոշվեն եւ գնան իրենց խղճի մտոք կատարեն ընտրություն։ Ես կարծում եմ, որ ձեր կազմակերպությունը հենց այդ գործունեությունը միշտ ծավալել է ու ծավալում է։ Եվ եթե ավելացնելու բաներ չունենք, խնդրեմ, եթե կա ինչ-որ ավելացնելու բան, հասարակությանը դիմելու կամ երիտասարդությանը դիմելու, խնդրեմ, որտեղ եթերաժամը մոտ եմ ավարտել։ Իրականում մեծ ոնց որ խթանիչ ոնց որ ուղերձ ունենք, որպեսզի հենց բուն ընտրություններին մասնակցեն, նույնիսկ եթե չկա ինչ-որ նախընտրած քաղաքական ուժ, որպեսզի ոչ մեկի ձայնը, այսպես ասված, չկորի, չփոշիացվի, ինչպես դա անվանում են շատ անգամ, հենց մասնակցությունը արդեն իսկ քաղաքական process-ին ակտիվ ներգրավվածության մոդելներից են։ Ես կուզեի խոսել տարածված մի կարծրատիպի մասին, որ այսօր հասարակության մեջ իշխում է, դա ձայները փոշիացնելու կարծրատիպն է, որովհետև այն ուժերը, ովքեր արդեն ավելի հայտնի են, ավելի տեսանելի են, փորձում են մարդկանց համոզել, ասելով, որ ինչի եք ձեր ձայնը տալիս նոր եկած ուժերին, մեկը իրանք չեն անցնելու ազգային ժողով եւ ձեր ձայնը փոշիացվելու է։ Իրականում այդպիսի բան չկա ու եթե մենք այսօր մարդիկ, այսօր իրենց ձայնը չտան այն նոր ուժերին, ում որ իրենք վստահում են մտածելով, որ ձայնը փոշիանում է, այդ նոր ուժերը այդպես էլ միշտ կմնան ստվերում ու որևէ փոփոխություն երբևէ ակնկալել մենք չենք կարողանա։ Միշտ կմնան գործող ոնց որ այն կուսակցությունները, ովքեր միշտ եղել են եւ նոր կուսակցություն, նոր խոսք, թարմ խոսք, ավելի ինչ որ հետաքրքիր առաջարկներ անող կուսակցությունները միշտ կմնան ստվերում ու հնարավորություն չեն ունենա հետագայում էլ ինչ որ բան անելու։ Հետևաբար այդ ձայնը փոշիացնելը ճիշտ արտահայտություն չի եւ եթե կան մարդիկ, ովքեր վստահում են այնպիսի ուժերի, որոնք իրենց կարծիքով, հա, չեն հաղթահարելու շեմը, դա չի նշանակում, որ իրենք պիտի իրենց ձայն չտան։ Նախ մենք օրենսգրքով ունենք 2%-ի շեմը, որ եթե կուսակցությունը 2%-ը գոնե հաղթահարում է, ինքը ետ է ստանում իր նախընտրական գրավը այս դեպքում։ Հա, բացի այդ 2%-ը հաղթահարած կուսակցությունները հնարավորություն ունեն պետությունից հետո ֆինանսավորում ստանալու, այսինքն, եթե չենք ուզում, որ քաղաքական ուժերի
ֆինանսավորումը գոյանա այսպես անօրինական աղբյուրներից, ուզում ենք, որ իրենք նոր ոնց որ ասպարեզ մտնող ուժերը, հա, իրենց ճանապարհը շարունակեն ազնիվ միջոցներով, հետեւաբար նրանց պետք է օգնելու։ Դե ինչ, շնորհակալություն զրույցի համար։ Ես կարծում եմ մենք դեռ առիթ կունենանք այս թեմայով էլի զրուցել։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանը դա ինչ կարևորը որ մասնակցենք ընտրություններին եւ օգտվենք սահմանադրությամբ մեր լիազորություն, մեր իրավունքից։ Այսքանը ցտեսություն, ինչ նոր հանդիպում։